Ղարաբաղից տեղահանված և Կոտայքի մարզում հաստատված մեր հայրենակիցներն արդեն 3 օր ծանոթանում են մեղվաբուծության հիմունքներին։ Նրանց մի մասը նախկինում զբաղվել է մեղվաբուծությամբ, հիմա եկել է թարմացնելու գիտելիքները։ Մյուսները պատրաստվում են առաջին քայլերն անել ոլորտում։ Նրանց բոլորին համախմբել է ՄԱԶԾ-ի հանի-մանի ծրագիրը քաղցր արտադրությամբ եկամուտ ստեղծելու և ընտանիքի ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով։ Իրականում վերջի իրադարձություններից հետո կայուն համայնքների ծրագրերը սկսել է ավելի լուրջ նայել զբաղվածության խնդրին, որը վերաբերվում է մեր տեղահանված հայրենակիցներին, եւ մենք հիմա փորձում ենք տարբեր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր ներկայացնել իրենց համար նոր եկամտի աղբյուրներ ստեղծելու եւ աշխատատեղեր նաեւ ստեղծելու համար։ Ռուզաննան 2 տարի մեղվաբուծությամբ է զբաղվել, սակայն, ինչպես ինքն է ասում, աշխատել է պապական ձևով։ Դասընթացին նոր մեթոդներ է սովորում, վստահ է դրանք կիրառելով լավ բերք կստանա։ Բացի այդ, ծրագրում է մեղվանոցը դարձնել ագրոզբոսաշրջային կենտրոն, հյուրերին ցույց տալ մեղրի ստացման ընթացքն ու տեղում առաջարկել իր արտադրանքը։ Այստեղ ուզում եմ ունենամ մեղվաբուծության այդ ընտանիքը ստեղծեմ, զարգացնեմ և այսօրվա տված գիտելիքների շնորհիվ շարունակեմ։ Սոֆին 18 տարեկան է, դասընթացի ամենաերիտասարդ մասնակիցն է։ Մանկությունն անցել է պապի հետ մեղվանոցում, թեև ժրաջանների լեզուն լավ է հասկանում, բայց եկել է խորացնելու գիտելիքները։ Իմ պապիկը մեղվապահ է, ես գնալու եմ եւ կիսվեմ այս երրորդյա դասընթացներից վերցած գիտելիքներով նրա հետ եւ մենք միասին տնտեսություն զարգացնենք մեղվապահության գծով։ Դասընթացին լիարժեք մասնակցածները կթեստավորվեն եւ կարիքների գնահատման հիման վրա մեղվաբուծական սեզոնին ընդառաջ նրանց կտրամադրվի մինչեւ 5 հատ պեպե ու դադան տեսակի փեթակներ։ Բոլոր մասնակիցները, ովքեր հայտ էին ներկայացրել, այսօրվա դրությամբ 110 մասնակից նստած է դահլիճում եւ շատ մեծ հետաքրքրությամբ դասընթացը լսում են, փորձի փոխանակում ենք իրականացնում, ինչպես են իրենք պահել, ինչպես ենք մենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքը մեղվաբուծության մասին ուսումնասիրում են։ Ալյոշա Զաքարյանը մոտ 20 մեղվաընտանիք է ունեցել, պարզապես շարունակել է ընտանեկան ավանդույթը։ Այժմ ցանկանում է լրջորեն զբաղվել մեղվաբուծությամբ։ Փորձում է հասկանալ տարածաշրջանի առանձնահատկությունները, ասում է, այստեղ տարածված են որոշ վնասատուներ ու հիվանդություններ, որոնց երբեք չի հանդիպել։ Բացի այն գիտելիքները, որ մեզ ունեինք, արդեն ոնց որ փորձի փոխանակման տեսքով եւ Հայաստանի փորձը արդեն ձեռք բերելով կարողացանք մեր տնտեսությունում եւս զարգացնել եւ ավելի ընդլայնվել եւ որպես բիզնես դիտարկել մեղվաբուծությունը։ Մարտի 2-ից 4-ը ՄԱԿ-ի գրասենյակի այս սրահում կհյուրընկալվեն Արարատի եւ Արմավիրի մարզերից ծրագրին դիմաց մեր հայրենակիցները։ ՄԱԶԾ-ի հանի-մանի ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ապա կենտրոնացված համագործակցության շրջանակում։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։